Բարև ձեզ, Վարշավայից իր աշխատանքն է շարունակում ՎՏ Հայաստան Նյուզը։ Տաղավարում աշխատում է Ռազմիկ Մարտիրոսյանը։ Այս թողարկմանը կներկայացնենք։ Ազգային ժողովում իրավիճակը դարձյալ լարվել է։ Ինչ են մտածում Մեղրիում թրիփի վերաբերյալ։ Հայաստանի սահմանային անցակետերում e-gate ավտոմատացված համակարգեր կներդրվեն։ Ռուսաստանն ընդլայնում է Հայաստանի նկատմամբ ճնշումների շրջանակը։ Արևմտյան փորձագետները զգուշացնում են, ձմռանը ռուսական գրոհները Ուկրաինայի ուղղությամբ կարող են ուժգնանալ։ Իրավիճակն ազգային ժողովում դարձյալ լարվել է։ Պատգամավորների եւ ազգային ժողովի նախագահության միջև լեզվակռիվ է սկսվել։ Պարոն Մանուկյան, հանդարտվեք, մի տեղից մի խոսեք։ Մի տեղից մի խոսեք, դա հարց տվողը իրավունք ունի հարց տալ, դուք էլ ձեր հերթին հարց կտաք, ելույթ կունենաք։ Պարոն Մանուկյան, դուք ելույթ ունեք գրանցված, էլի, ինձ մոտ բերել են, որ դուք այստեղ ելույթ ունեք։ Պարոն Մանուկյան, ելույթի ժամանակ արձագանքեք։ Հարգելի գործընկերներ, ձեզ էլ վերաբերում մի արձագանքեք, որովհետև լռություն, հարգելի գործընկերներ, լռություն։ Տասնամյակներ առաջ Մեղրին Հայաստանի երկաթուղային կարևոր հանգույցներից էր։ Այնտեղով անցնում էին ոչ միայն Հայաստանի տարբեր քաղաքները կապող, այլև միջազգային բեռնատար եւ մարդատար գնացքներ։ Վերջին գնացքից 30 տարի անց Մեղրիով անցնող ճանապարհի մասին խոսակցությունները վերսկսվել են։ Առիթը թրիփն է։ Իմ գործընկեր Ասպրամ Ավանեսյանն է եղել Մեղրիում զրուցել տեղացիների հետ։ Վերջին գնացքն այստեղով անցավ 1992 թվականի ապրիլի 23-ի գիշերը։ Ավելի քան 30 տարի անց Հայաստանի ամենահարավով անցնող երկաթգիծը, որ Երևանը կապում էր ԽՍՀՄ մյուս հանրապետությունների մայրաքաղաքների հետ, լռության մեջ է։ Տասնամյակներ անց Մեղրին կրկին կարող է հայտնվել տարածաշրջանային հաղորդակցությունների կենտրոնում։ Խոսքը թրիփնախագծի Թրամփի ուղու մասին է, որը նախատեսվում է, որ կանցնի Հայաստանի հարավային սահմանի շուրջ 43 կիլոմետր հատվածով։ Զալնա ожиданий поэзии կասան ա եղել, որ Տոմսեն արել մարդկանց ճանապարհել սպասասրահն է։ Սովետական միության ամենածանրաբեռնված գծերից մեկը էս ա եղել։ Էս մեր Ջուլֆա Մինջևան երկաթուղին ստեից։ Ամենածանրաբեռնված, որ ամեն 3 րոպեն 1, 5 րոպեն 1 գնաց կա շարժվել։ Թե ծորենի, թե վառելիքի այդ գնացքները ամեն 5 րոպեն 1 գնաց կեր շարժվում։ Երուզեր էր ուղակի շատ։ Իսկ դրանից հետո երբ որ կանգ առավ, որ ոնց որ ամեն ինչ կանգ առավ, կյանքը կանգ առավ, մեռավ ամեն ինչ։ Այս մատավոզն է, SNG-ին է եղել սա։ Սենց մնացել է ու սենց այս տեպլավոզն էլ են մեկը ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի տեպլավոզն է, անենց են կողմին կանգնած։ Այս ռելսերից էս է մնացել։ Արմեն Դավթյանը երկաթուղու հետ կապված է պատանեկությունից։ Նրա հայրը կայարանում աշխատել է 1948 թվականին, իսկ ինքը երկաթուղու անցուդարձին սկսել է հետևել, երբ դեռ 12-13 տարեկան էր։ Պաշտոնապես աշխատանքի է անցել 1989 թվականի սկզբին, զբաղվել է բեռների ընդունմամբ եւ հանձնմամբ, հետո դարձել կայարանի հերթապահ, իսկ 20 տարեկանում դարձել է կայարանապետի տեղակալ։ Երկաթուղու դերն ու նշանակությունը Արմենը լավ է հասկանում։ Խորհրդային միության ժամանակ Մեղրիում խճաքարի գործարան կար։ Կայարանից որ եկաք, այնտեղ աչքի վրա խճաքարի գործարան կար ու բավականին մեծ արտադրություն ուներ։ Ուրեմն օրեկան համարյա 25 վագոն մենակ խիճ էին արտահանում Խորհրդային միության ամբողջ տարածքով։ Ուրեմն այդ խիճը գնում էր հասնում իջե Վլադիվոստոկ։ Մեղրին Վլադիվոստոկ։ Պատկերացնում եք ինչքան ահռելի։ Ու պատկերացրեք ոչ միայն խիճը, Մեղրին ուներ կոնսերվի գործարան, տարբեր գինու գործարան, ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրությունը, արտադրած պղինձն ու մոլիբդենը էլի վագոններով բարձվում էին ագարակի կայարանում, բարձվում էին վագոններով, հատուկ կոնտեյներներ կային, մեջը բարձվում էին վագոններով տեղափոխվում էին։ Երկաթուղու գործնեության դադարից հետո տարածաշրջանում փոխվել է բեռների տեղափոխման տրամաբանությունը։ Այն փոխադրումները, որ նախկինում կարող էր իրականացվել երկաթուղով, այսօր իրականացվում է ավտոմոբիլային ճանապարհով։ Հենց այս համատեքստում են Մեղրիում կարևորվում թրիփի մասին խոսակցությունները, բայց արդյոք տարիներ շարունակ տեղի ունեցած պատերազմներից եւ մարդկային կորուստներից հետո երկու ժողովուրդները կարող են նույն կերպ հարաբերվել։ Ու այն պահն էլ չի, որ ասենք մենք կարող ենք մեր Հայաստանը վերցնենք, տանենք Եվրոպա մի հատ երկրի կողքին դնենք, ասենք մենք ստեղ ենք ապրում, չէ։ Հետևաբար դա
լինելու է, բոլորն էլ հասկանում են, ճիշտ է, մի քիչ բարդ է հիմա այդ դրանց խոստովանելը, ասենք դրանք ընդունելը, բայց որ մի քիչ խորքային զրույցներ ես ունենում մարդկանց հետ բան, իրանք ասում են, հա էլի դա առաջ էլ է, էլի սենց եղել, էս ինչ թվերին, եթե խաղաղությունը չեղավ, то Թրամփի ուղին ելնի, ուզում եք Արմենի ուղի անվան, ինչ ուզում եք անվանեք, դա չի աշխատելու, չի լինելու։ Համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը լավ գիտի նախկինում հայ-ադրբեջանական հարաբերությունների ողբերգական պատմությունը, բայց կարծում է, որ հարաբերությունների վերականգնումը ժամանակի հարց է։ Միջին խավը, հա, մինչև 60 տարեկան, 70 տարեկան մարդիկ տեսել են այդ ճանապարհները, որով կարճ ճանապարհ ա եղել, օրինակ Նախճեվանում մեկ ճանապարհ ենք ունեցել դեպի Երևան 260 կիլոմետր էր Մեղրիից, եւ այն ժամանակում այդ ճանապարհը տևում էր 4.5 ժամից 5 ժամ։ Ստեից Երևան, օրինակ, եթե Նախճեվանով ճանապարհ բացվի, իսկ թվում է 2.5 ժամ մեկ ավտոները կհասնեն Երևան, Երևանից Մեղրի։ Մեղրիում ապրող հասարակաքաղաքացիները թրիփի մասին հակասական կարծիքներ ունեն։ Ոմանք կողմ են ծրագրին, ոմանք կատեգորիկ դեմ, միստվար մասը բացարձակապես չի ուզում խոսել այս թեմայով, չորրորդներն անգամ տեղյակ չեն, թե ինչ է թրիփը։ Իմ կարծիքով կարդարացնի իրան այդ իմ սպասելիքները շատ մեծ է։ Մեղրին կբարգավաճի։ Կարող է ստորագրել մի տարի լավ լինի, նայած նույնիսկ նույնը կրկնվի։ Ելի կրիվ սկսվի, բադաղը, ելի ճշնամություն անեն իրար հետ։ Ինչ է մեղրեցին սպասում թրիփից։ Դե չգիտենք։ Կապել կտեսնենք։ Վերջը լավ կլինի։ Միայն դրական սպասել։ Մեղրիում ինչ եք կարծում, կյանքը ոնց կփոխվի, կենսամակարդակը ոնց կփոխվի։ Իմ կարծիքով Մեղրիում կենսամակարդակը հիմա նորմալ է։ Սստոշնի ման չեմ կասկածելի։ Չեմ կարող տոշնի ասեմ։ Մեղրեցին սպասելիք ունի հյուսիսարավ ճանապարհից։ Միայն։ Իսկ թրիփից Կապանից Մեղրի տանող ոլորապտույտ ճանապարհի աջ ու ձախ կողմում ակտիվ շինարարական եռուզեռ է։ Ճանապարհով անցնելուց մտածում ես՝ միգուցե Թրամփի ուղին են կառուցում։ Ոչ, ասում է համայնքապետը։ Թրամփի ուղու մասին դեռ որևէ հստակ տեղեկություն չունեն։ Հյուսիս-հարավ ճանապարհն են կառուցում։ Եթե եկել եք M2-ով, դուք նկատած կլինեք հյուսիս-հարավի աշխատանքների մեծությունը, կամուրջների, թունելների, իհարկե դա այնց զբոսաշրջիկներին Մեղրի բերելու առաջին գրավականն է, որ ճանապարհը կարճանում է եւ մարդիկ չեն նայում տեսնան 6-ից 7 ժամ գնանք հաստեն գնեք, ասի ավելի լավ է մի ժամ գնանք Գառնի Գեղարդ կամ գնանք Լեննական, հա, մեզ համար զբոսենք գանք։ Արդեն Մեղրին որ ունենա 3.5 ժամ Երևանից Մեղրի ճանապարհի հատվածը տևի 3.5 ժամ, այո, տուրիստը անպայման կգա։ Պլյուս դրան մեկ արդեն ոնց որ միանում է երկրորդը թրիփ ճանապարհն է միանում եւ իհարկե այստեղ մեկ սպասելիքներ ունենք։ Հյուսիս-հարավ ճանապարհի Մեղրիի հատվածի 3 թունելների կառուցումը կավարտվի առաջիկա 4-5 տարում։ Թրամփի ուղու դեպքում ճանապարհի կառուցման ժամկետներն ու գործարկման հեռանկարները դեռ հստակ չեն։ Մեղրիի երբեմնի աշխույժ կայարանում գնացքի ձայներ դեռ չեն հնչում։ Իսկ թե նոր գնացքի ձայներն ու նոր ճանապարհը ինչպես կփոխեն Մեղրիի տնտեսական կյանքն ու զարգացման ինչ նոր հնարավորություններ կստեղծեն, դեռ պարզ չէ։ Ասպրամ Ավանեսյան, ՎՏՀ Հայաստան News, Մեղրի։ Հայաստանի սահմանային անցակետերում e-gate ավտոմատացված համակարգեր կներդրվեն։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին են ներկայացվել e-gate համակարգերի տեղակայման, գործարկման եւ սպասարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքային լուծումները։ Կենսաչափական անձնագրերի կիրառմանը զուգահեռ Հայաստանի սահմանային անցակետերում նախատեսվում է ներդնել e-gate ավտոմատացված համակարգեր։ E-gate-ն ինքնաշխատ եւ անկոնտակտ սահմանային անցման համակարգ է, որը հնարավորություն կտա առանց սահմանապահի միջամտության անձնագրի սքանավորմամբ արագ հատել սահմանը, ավտոմատ իրականացնել անձի նույնականացում, արագացնել սահմանային հսկողությունը եւ կրճատել սպասման ժամանակը։
Եվրասիական տնտեսական միության կազմում մնալու կամ Եվրամիություն գնալու հարցով հանրաքվեի պահանջին եւ տնտեսական սահմանափակումներին զուգահեռ Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ ակտիվացրել է նաեւ ՀԱՊԿ ուղղությամբ ճնշումը, սպառնալով պատժամիջոցներ կիրառել։ Ինչ զարգացումների սպասել։ Թեմայի վերաբերյալ կզրուցենք Ապրի Արմենիա վերլուծական կենտրոնի ավագ խորհրդական Լեոնիդ Ներսիսյանի հետ։ Նշվել է իրենց կողմից օրինակ սառեցման Հայաստանի հնարավորությունների հետ կապված որոշումների վրա ազդել ՀԱՊԿ-ի, բայց այդտեղ կարծում եմ, որ Հայաստանը քանի որ ինքն է սառեցրել իր մասնակցությունը, չեմ տեսնում դրանից ինչ է փոխվում հենց Հայաստանի համար, կան ինչ-որ խոսակցություններ, բայց հանելու մասին Հայաստանը ՀԱՊԿ-ից, բայց ես ինչքան հասկանում եմ, գոնե առանց խախտումների դա անել հնարավոր չէ, որտեղ կոնսենսուսային որոշում է դա եւ Հայաստանն էլ պետք է կողմ քվեարկի։ Դրա համար կարծում եմ, որ հենց ՀԱՊԿ-ի հետ կապված պատժամիջոցներ ինչ-որ լուրջ Հայաստանի դեմ շատ դժվար է այսօր հնարել, դա պետք է լինեն երևի ինչ-որ ուրիշ ֆորմատների հետ կապված խնդիրներ, ոնց որ օրինակ հիմա իրանք անում են հայկական ապրանքների Ռուսաստանում վաճառելու թույլտվությունների հետ։ Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հնդկաստանի պաշտպանության քարտուղարի հետ քննարկվել է այդ թվում ռազմատեխնիկական գործակցությանը վերաբերող հարցեր, Հնդկաստանի եւ նաեւ ոչ միայն Հնդկաստանի, այլ երկրների հետ ռազմական հարաբերությունների խորացումն ինչպես է գնահատում, ինչ արդյունքներ կան։ Կարծում եմ, որ Հնդկաստանի հետ բավականին բարձր մակարդակի են հասել համագործակցության մակարդակները, այստեղ մենք ունենք մի փաստ, որ Հայաստանը գրեթե գնել է համարյա ամեն տեսակի սպառազինություն հնդկական, որը պատրաստ էր եւ ռեալ էր գնել Հնդկաստանում, հիմա դրա համար մենք տեսնում ենք, որ ֆոկուսը մի քիչ փոխվում է ավելի դեպի կրթական համագործակցություն, ինչ-որ համատեղ ծրագրեր, ռազմարտունաբերության հետ կապված ինչ-որ համագործակցության խորացում, ես կասեի ստեղծում ավելի շատ, կարծում եմ, որ երկու ուղղությունն էլ կարևոր են եւ ռազմարտունաբերական ուղղությունը երևի ես ավելի բարձր կարող եմ նաեւ դնեի, որովհետեւ դա բիզնեսի եւ տնտեսության զարգացման հետ ունի կապ, պետք է նույն ժամանակ հասկանալ, որ դա բավականին դժվար ոլորտ է եւ ճիշտ եզրերը գտնելը այստեղ մեծ աշխատանք է պետք դրա համար։ Իսկ մյուս երկրների հետ ռազմական հարաբերությունների խորացումը ինչ արդյունքներ կան տեսանելի։ Մենք տեսնում ենք, որ այսօր ունենք շարունակվող խորացում ԱՄՆ-ի հետ, այս պահին երևի ամենաակտիվ, ասենց ասած, խորացումը կարելի է այդ ուղղությամբ տեսնել, որովհետև պայմանական Ֆրանսիայի հետ մենք արդեն ունենք շատ բարձր մակարդակի համագործակցություն, ու մենակ զենքի գնումների հետ չի դա կապված, նաև ամեն տեսակի այլ աջակցությունը Հայաստանի բանակին, իր ռեֆորմներին եւ այլն։ ԱՄՆ-ի դեպքում տեսնում ենք, որ առաջի անգամ զենք վաճառվեց Հայաստանին վիբակ տեսակի դրոնները, ու ես կարծում եմ, որ այս process-ը շարունակվելու է եւ չեմ զարմանա, եթե ուրիշ գործարքներ են մենք տեսնենք միջնաժամկետ կամ մոտակա ապագայում, նաեւ նույնն էլ կարծում եմ, որ մենք ունենք հենց այլ տեսակի համագործակցությունների հետ կապված, կրթական եւ օրինակ համատեղ զորավարժությունների հետ կապված, տեսնում ենք, որ նույն Eagle Partners ֆորմատը զորավարժությունների ամեն տարի ավելի լայնանում է եւ այս անգամ արդեն ունենք բացի ԱՄՆ-ից նաեւ Հունաստանն ու Ֆրանսիան որպես մասնակից, ես ինչքան հասկանում եմ այդ ուղղությունն է շարունակելու զարգանալ։ Բացի դրանից տեսել ենք, որ ինչ-որ մակարդակի հարաբերություններ գոնե ռազմատեխնիկական մենք ունենք Չինաստանի եւ Իրանի հետ,
ինչ որ զինատեսակների գնում այնտեղից կատարվել էր, որոնք ցույց տվեցին ռազմաշկերտին Երևանում։ Կարծում եմ, որ այդ պետությունների հետ մեր համագործակցությունը ավելի շատ կապված է այս պահին հենց այդ գնումների հետ, որ արվել են։ Միջազգային լրատվամիջոցները եւ արևմտյան փորձագետները զգուշացնում են, ձմռանը ռուսական գրոհները Ուկրաինայի ուղղությամբ կարող են ուժգնանալ։ Բացի այդ, ճակատում եւս կարող է լինել առաջխաղացում։ Արդյոք կան մարտական գործողությունների գոտում հնարավոր էսկալացիայի նշաններ եւ արդյոք Ուկրաինան կհասցնի լրացնել Պատրիոտ հրթիռների պակասը երկինքը փակելու համար։ Թեմային անդրադարձել է Յուլիա Մակարենկոն։ Ուկրաինան առաջիկա ձմեռը կդիմավորի առանց հակաօդային պաշտպանության հրթիռների կամ դրանց զգալի պակասով։ New York Times-ը հղում անելով արևմտյան պաշտոնյաներին եւ վերլուծաբաններին գրում է. Ռուսաստանը կարող է օգտվել դրանից սկսելով նոր հարձակում եւ ավելացնելով քաղաքացիական օբյեկտների վրա հարվածները։ Այո, մեծ խնդիրներ կլինեն, բայց միակողմանի խաղ հաստատ չի լինի։ Կա նաև մեկ այլ լուծում։ Դրանք Ռուսաստանի վրա հարվածներն են, ինչպես ռազմավարական, որոնք ոչնչացնում են ռուսական բալիստիկայի եւ հարձակման այլ միջոցների արտադրությունը, այնպես էլ ուղղակիորեն այն շրջանների վրա, որտեղ տեղակայվում են բալիստիկ կամ այլ համակարգեր Ուկրաինային եւ օդանավականներին հարվածելու համար։ Ըստ փորձագետների, ուկրաինական դիրքերի ուղղությամբ ռուսական զորքերի նոր հարձակման նախապատրաստման մասին դեռ վաղ է խոսել։ Կրեմլը դեռ չի ավարտել այս տարվա ապրիլին սկսած նախորդ գործողությունը։ Նրանց նպատակն է շրջապատել Ուկրաինայի պաշտպանության հիմնական ուժերը, որից հետո արդեն կարելի է կապիտուլյացիայի պայմաններ թելադրել կամ պարզապես ջախջախել շրջապատված ուժերի եւ շարժվել Ուրուզես դեպի Կիև, դեպի Դնեպր, քանի որ առանց հիմնական տարի ճակատը փլուզվում է։ Բացի այդ, պարբերականի զրուցակիցները մտավախություն ունեն, որ Ռուսաստանը կարող է սահմանափակ միջոցներով մոբիլիզացիա հայտարարել եւ ստուգել ՆԱՏՕ-ի ամրությունը դուրս գալով հիբրիդային հարձակումների շրջանակից։ Սակայն մինչև ձմեռ Ուկրաինային անհրաժեշտ է եվրոպական գործընկերների օգնությունը նաեւ հակաօդային պաշտպանության հրթիռների հարցում։ Կարծում եմ, մենք մոտ ժամանակներս կտեսնենք նաև մատակարարումներ Լեհաստանից, քանի որ Լեհաստանը այնուամենայնիվ շահագրգռված է հետ մղելու այս հարվածները, որոնք Ռուսաստանը հասցնում է Ուկրաինային, քանի որ սա արդեն անմիջական սպառնալիք է նրա սեփական անվտանգությանը։ Երկխոսությունը հենց Լեհաստանի հետ ընթանում է։ Լեհաստանը վերադարձել է այն առաջարկին, որ Ուկրաինան հնչեցրել էր 2022-2023 թվականներին Ուկրաինայի արևմուտքի օդային տարածքի համատեղ պաշտպանության մասին։ Փորձագետները նշում են, որ հարձակումը կարող է սկսվել ինչպես անսպասելի, այնպես էլ գաղտնի ճակատում ջանքերի աստիճանական ավելացման միջոցով։ Դրա համար Կրեմլը շարունակում է մոբիլիզացիա իրականացնել, ներգրավելով նաև կողմնակի ուժեր։ Նախորդին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստվում է Հյուսիսային Կորեայից ներգրավել 30-ից մինչև 50,000 զինվորական։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Հետևեք մեզ ՎՏ Հայաստան Նյուզի Facebook-յան եւ YouTube-յան հարթակներում, որպեսզի բաց չթողնեք օրվա կարևոր նորությունները։